Բարև ձեզ, ես Նաիրա Սաֆարյանն եմ, Արցախի Մարտոնու շրջանի Շեխեր գյուղից, 2020 թվականին տեղահանվել եմ Շեխեր գյուղից, իսկ 2023-ին Ստեփանակերտից, Արցախում չեմ աշխատել, արդեն 2 տարուց ավել է, ինչ բնակվում եմ Դիլիջանում եւ հիմա աշխատում եմ որպես կոսմետոլոգ էսթետիստ։ Արցախում իմ առավոտները սկսվում էին երեխեքի հետ, տնային գործերով, որ ճաշի պատրաստելով, երեխեքի հետ զբաղվելով, նրանց դպրոց տանելով, հետո արդեն երեխեքի դպրոցական դասերը, երեկոները սպասում էինք պապային, որ միասին ընթրեինք եւ ամեն վարքյանն էլ 20 թվականից հետո փորձում էինք գնահատել ընտանիքի հետ ապրած ամեն մի վարքյանը, մանավանդ իհարկե հայրիկի հետ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ Արցախում ամեն մի ընտանիք էլ շատ կարևորում էր իր ամեն մի վարքյանը հարազատների հետ։ Արցախում ավելի շատ երևի կարևորությունը հիմնականում կդնեի նրա բնության վրա, պատմամշակութային կոթողների, ամեն անգամ ամուսինս շաբաթ-կիրակի օրերին հարազատներով հավաքվում էինք եւ ամեն մի օր ընկերներով գնում էինք մի վայր, մի անգամ դիզափայտ, գտչավանք ու հիմա արդեն կորցնելուց հետո նույնն էլ փորձում ենք շարունակել Հայաստանում եւ թեկուզ գնալ եւ տեսնել, վայելել ամեն մի վայրը։ Արցախում ավարտել եմ Արցախի պետական համալսարանի աշխարհագրություն բաժինը, ամուսնացել եմ ու քանի որ ամուսինս եղել է զինվորական ու իրար հետևից էլ ունեցել եմ երեխաները, տենց չեմ կարողացել աշխատել եւ ընտանիքս ապահովված էր, բայց արդեն 23 թվականին տեղափոխվելով Դիլիջան, արդեն պարզավոր փոխվում է ամեն ինչ, պահանջներն էլ շատանում են, դրա համար որոշել եմ, որ պետք է մասնագիտություն ձեռք բերեմ եւ սկսեցի սովորել Դիլիջան քաղաքում մազահեռացում, ընտրեցի ոլորտ, որը հեռանկարային է եւ դրանով ես կարող եմ վաստակել, սկզբնական ներդրումը դնելով, հետագայում արդեն մասնակցելով տարբեր բարեգործական ծրագրերին, արդեն ավելի հմտացա, մասնակցեցի տարբեր ծրագրերի, անցա դասընթացներ եւ այժմ արդեն մի տարուց ավել է աշխատում եմ Դիլիջանի գեղեցկության սրահում, որպես կոսմետոլոգ էսթետիստ։ Հիմա Դիլիջանում առավոտներս էլի սկսում են նույն ձև, երեխեքով, տնային աշխատանքներով, բայց դրանից հետո արդեն ես գնում եմ սրահ եւ այնտեղ ընդունում իմ հաճախորդներին, անցնում է օրս ճիշտն ասած մի քիչ զբաղված, մասնակցում եմ նաև դասընթացների, ինչ որ on-line հանդիպումների, հետո արդեն նորից գալիս տուն, երեխեք, տուն եւ այդպես շարունակ։ Մինչև 2020 թվականի պատերազմը գյուղում էր օրերը անցնում էի շատ անհոգ, ուրախ, այն որ չէինք էլ պատկերացնում, որ կարող է կռիվը սկսի ու մենք արդեն գյուղից դուրս գանք։ Եվ միշտ էլ աշխատում էինք շաբաթ-կիրակի օրերը անցկացնենք հարազատներով, ընկերներով եւ միշտ գնանք մի ինչ-որ հետաքրքիր պատմամշակութային տեղեր։ 2020 թվականի կռվից հետո արդեն մենք էլի են որ գնահատելով մեր ինչ է կորցրել, որ կորցրել ենք մեր գյուղը, կորցրել ենք էլի մեր այդ այցելած վայրերը, մենք արդեն էլի սկսեցինք ավելի շատ գնահատել Արցախում եղած ամեն մի վայրը եւ էլի շաբաթ-կիրակի օրերը այցելում էինք այդ վայրերը, բայց 2020 թվականից հետո միշտ սենց անհոգ չէին, որովհետև միշտ անընդհատ սպասում էինք ինչ-որ մի վատ լուրի, քանի որ թշնամին անընդհատ դիվերսիա էր կատարում եւ ամուսինս էլ լինելով զինվորական, մենք միշտ սենց լարված սպասում էինք, որ հեսա կարող է իրան կանչեն ու ճիշտն ասած շատ դեպքեր են եղել, որ իրոքից են որ թեկուզ ինչ-որ մի ճաշի ժամանակ, ընթրիքի ժամանակ, թեկուզ ընկերներով հավաքված մենք լինեինք ու իրան կանչեին աշխատանքի։ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ որ արդեն այդ արկերի ձայները, կրակոցները արդեն մոտիկ էին գյուղին,
Այն որ որոշեցինք, որ պետքա գյուղից արդեն թեկուզ մենք ջահելներս փոքր երեխաներով դուրս գանք գյուղից եւ 28 ամսի 28-ի երեկոյան մեր հարևանների հետ մենք դուրս ենք եկել գյուղից եւ մեզ հետ վերցրել ենք ընդամենը մի քանի շոր, քանի որ մտածում ենք, որ 2016 թվականի քարորիայի նման մենք հետ ենք գալու, կուրիվը մի քանի օր է տևելու, այն որ սովորական սենց ձեռը դեռ չէր գալիս, որ ինչ որ մի հատ լավ շոր կամ սենց ճոխ բաներ վերցնեիր մեր հետ։ Մենք վերցրեցինք սովորական մի երկու հատ շոր, այն որ առաջի անհրաժեշտության եւ մեր հարևանների հետ տեղափոխվեցինք Երևան բարեկամի տուն, 2 շաբաթ այնտեղ մնալով, արդեն որ տեսնելով, որ անընդհատ թշնամին առաջ է գալիս եւ արդեն հոկտեմբերի կեսերին արդեն թշնամին մեր գյուղն էլ է վերցրել, արդեն մեր հետ մեր մոտ արդեն տեղափոխվել են մեր արդեն բոլոր գյուղի բարեկամները, գյուղը արդեն դատարկ էր, Երևանից արդեն տեղափոխվել ենք Դիլիջան եւ մինչեւ պատերազմի ավարտը մենք ապրել ենք Դիլիջանում հյուրատանը եւ երբ նոյեմբերի 9-ին արդեն պատերազմը ավարտեց, մենք դեկտեմբերի 5-ին տեղափոխվել ենք Ստեփանակերտ եւ արդեն մինչեւ 2023 թվականը ապրել ենք Ստեփանակերտում։ Պատերազմից հետո Ստեփանակերտ վերադառնալը հիմնականը եղել է, որ ամուսինս ընդեղ էր աշխատում, առաջի պատճառը էդ էր, դե երկրորդն էլ են, որ հայրենիք ձգում է, մանավանդ գյուղը կորցնելուց հետո, այն որ սենց ոգևորության, որ հա կռիվն ավարտել է, լավ է լինելու, այդ զգացումով հետ ենք դարձել Ղարաբաղ ու ճիշտն ասած չենք պատկերացրել, որ կարող է այդ նույնը նորից կրկնվի ու ավելի վատ, բայց այն որ մեծ հույսով, որ նույնիսկ հետ ենք վերցնելու այդ թշնամու գրաված տարածքները, այդ ոգևորությամբ հետ ենք դարձել Ստեփանակերտ, որ նորից շարունակենք այնտեղ ապրելը ու արարելը։ Եվ տեղափոխվելով Ստեփանակերտ, ճիշտն ասած, էլի սենց մտնոլորտն ինձ էր, որ էլի ուրախ էին բոլոր իրար տեսնելով, այն որ հարազատ մարդկանց ես արդեն տեսնում, սենց մի շրջան, էլի ճիշտն ասած, շատ անհոգ եւ ուրախ էր անցնում, քանի որ այդ շրջանը, ասում եմ, էլի հարազատներին տեսնելով այդքան երկար բացակայությունից հետո արդեն այդ զգացումը կար բոլորի մոտ, որ էլի լավ է լինելու, անկախությունը կճանաչեն Արցախի, հետ կտան գրաված տարածքները, տենց անհոգ ճիշտն ասած ապրում էինք, չնայած էլի թշնամու դիվերսիաներին, էլի կրակոցներին, բայց 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արդեն երբ որ թշնամին փակեց ճանապարհները, բլոկադան ընկավ, արդեն մարդիկ հայտնվեցին դժվարության առաջ, արդեն այդ ժամանակ եւ արդեն որ հակառակ լուրերն էլ գալիս էին, որ մի օր էլ կարող է արդեն Արցախից դուրս գանք, այդ էլ արդեն սկսեցին մտահոգությունները եւ դժվարությունները սնունդ հայթայթելու, անընդհատ գազը անջատումները, արդեն 2023 թվականի մարտին էլ ընդհանրապես գազը անջատեցին, արդեն օրվա ընթացքում սկսեցին լույսի անջատումները, պարբերաբար արդեն ամեն օր, ինչ որ մի ժամի լույսերը անջատում էին, արդեն խնդիրներ առաջանում, կատնամթերքի ձեռքբերումը, սովորական հացի ձեռքբերումը, միրգ չկար, արդեն այն որ կենսական նշանակության պարագանների սննդի կարիք կա։ Բլոկադայից հետո արդեն դժվարացավ տարբեր մթերքների հացի ձեռքբերումը եւ թեկուզ այդ ձեռքբերումն էլ արդեն բերում էր ահագին հերթերի, օրինակ սովորական հացի համար մենք ժամը 5-ին գնում էինք եւ մեր ձեռքերի վրա գրում էինք համար, իրիկունը արդեն ժամը 11-ին, 12-ին էլի հերթ էինք կանգնում, որ այդ մեր ձեռքի համարը գրեին թղթի վրա, որ առավոտ այդ թղթերով մենք ժամը 6-ին արդեն ներկայանում էինք հացի փորի մոտ, որ վերցնեինք հացը եւ ոչ թե սովորական սպիտակ հացը, այլ մենք վերցնում էինք ահա այսպիսի սև, այն որ չգիտեմ մեջը ինչ կտորներով հացեր եւ իհարկե ճիշտն ասած ու այդ հացը թեկուզ առնելով մենք
Այն որ ամենաբանն էլ ուտում էինք, որ երեխեքին հասնի, այն որ թեկուզ ամենաշատը երեխեքին հասնի, մեզնից կտրելով, ու այդպես այն որ ձվի հերթը կանգնելով, կատնամթերքի հերթը կանգնելով էլի իրիկունը գնում էինք համարը վերցնում, որ առավոտը գնանք եւ կաթի հերթը կանգնենք, դե էլ բանջարեղենի ու մրգերի մասին էլ չեմ խոսում, որ արդեն չկար էլ քաղցրավենիքը, շաքարավազի, ձեթի, եթե վաճառում էին, ահա որ թանկ, մի հատ ձուն 1000 դրամ, մի կիլո կարտոշկան 2500 դրամ, կամ փոխանակում էին էլի թանկ ինչ որ ձեթը օրինակ փոխանակում էին բենզինի հետ, ալյուրը փոխանակում էին աղի հետ, արդեն բայց ժողովուրդը կամաց տեսնելով որ ամեն ինչ պակասը կա, փոքրացում էին իրանք ինչ որ մի ձևով, այն որ մի բան ստեղծել եւ արդեն սկսեցին ինչ որ կեղտոտ հողից, որի մեջ ավազից, որի մեջ կային աղի կտորներ, արդեն փորձում էին այդ ավազից ստանալ աղ եւ մենք էլ արդեն կռվից առաջ այդպես պատրաստել ենք աղը եւ սկսել օգտագործել սովորական ձեթի տեղ օգտագործում էին կտավատի ձեթը, որից հոտ էր գալիս, բայց այն որ արդեն երեխեքը բոլորն էլ հասկանում էին, որ պետք է բավարարվել ինչ կա։ Բլոկադայի ժամանակ նաև դժվարացել էր երեխեքի կրթության հարցը, քանի որ դպրոցները տաքացվում էին գազով, պարզավոր եթե գազը չկար, ապա դպրոցներն էլ չէին ջեռուցվում եւ այդ ձմռան ու գարնան շրջանը դպրոցները վատ էին աշխատում, on-line, այդ էլ ինտերնետ կապն ա, լույսերի անջատումն ա, արդեն դժվարանում էր երեխեքի համար։ Իսկ արդեն սեպտեմբերին, որ պետք է երեխեքին պատրաստեիք դպրոց, արդեն են որ հուլիսի սկզբից էլ արդեն բոլորը գիտեին, որ ճանապարհը չի բացվելու, արդեն մենք հուլիսի կեսից սկսել էինք երեխեքի համար հայթայթել, գտնել, թեկուզ արդեն բարձր գնովել, տետրագրիչա, որ երեխեքին պատրաստեինք դպրոցին, իսկ արդեն օգոստոսի վերջ մենք արդեն տետր, գրիչ, մատիտ, ընդհանրապես ոչ մի բան չէինք կարողանում գտնել խանութներից, նույնիսկ երեխեքի համար շորերն էլ դարել էին, չգիտեմ, հազվադեպ մի հատ երևույթ, որ կարող էինք խանութներից գնել, չէիր կարա նույնիսկ սովորական նասկի գներ երեխեքի համար եւ դա արդեն լուրջ պրոբլեմ էր դառնում, դրան էլ գումարած, այն որ երեխեքը թերսնված, այն որ հա իրանք ստանում էին հիմնական սենց սնունդ, բայց հաշվի առնելով, որ նրանք վիտամիններ չէին ստանում, քաղցրի պակաս կար, արդեն երեխեքը մի քիչ ուրիշ ձև էին եւ դրա պատճառով էլ դասապրոցեսն էլ արդեն կրճատվում էր, բայց այն որ մեր ուսուցիչները անում էին ամենալավը, որպեսզի երեխեքը գոնե այդ քիչ դասամիջոցից էլ դասաժամից էլ ստանային մաքսիմալը։ Երեխեքի վրա բլոկադան ճիշտն ասած այդքան շատ չի ազդել, քանի որ մենք ինքներս որպես ծնող երեխեքի մոտ այդքան չենք արտահայտվել դժվարությունների մասին, քանի որ նրանք այնքան դժվարություններ են տեսել թեկուզ այդ 20 թվականի կռիվը, այն որ դրանից հետո 20 թվականի, որ դիվերսիաներն եղել են, ինչ որ մի առիթի կամ երեխեքի ծննդին, որ իրանց պապան կեսից թողել է գնացել կամ չի կարողացել մասնակցել, մենք միշտ երեխեքին սովորացրել ենք, որ ամեն ինչն էլ պետք է գնահատել եւ միշտ արել ենք, որ իրանք այդ վատը չզգան կամ էլ լինելով երևի զինվորականի ընտանիքի երեխեք, նրանք արդեն սովոր են եղել եւ իրանք էլ տենց նվնվոց չունեին ու միշտ են որ հունիսի կեսերին, որ խանութները ստացել էին կոնֆետներ, մենք շատ էինք վերցրել, բայց ես նրանց չէի ասել ու այն որ ամեն անգամ, թեկուզ շաբաթը մի անգամ, միշտ սենց իրանք որ մի լավ բան, մի հատ լավ գործ բան էին անում, մի հատ կոնֆետ էի հանում ու իրանք կիսում էին իրար մեջ, ուտում էին, մի անգամ էլ մի պաչկա կոնֆետ կար պուճուր, էդ էլ եղել է երևի այդ բլոկադայի վերջի օրերը, մեր հարևանի երեխեքը հավաքված մեր տանը խաղում էին ու ես որոշեցի, որ այդ կոնֆետը բացեմ, այն որ քանի որ երեխեքն արդեն հավաքվել են, այդ կոնֆետը տվել եմ երեխեքին կերել են ու հիշում եմ, որ մեր հարևանի աղջիկը
շատ է ուրախացել եւ իր մայրիկին ասել էր, որ մամ, ասում ես բլոկադա է այս կոնֆետները որտեղից ու տենց էլ բլոկադայի հիմնական դժվարությունը հաղթահարել ենք, ճիշտն ասած, մեր բարեկամների, հարևանների հետ, այն որ տանը ինչ որ մի հատ լավ բան էին գտնում, թեկուզ մի հատ լավ հաց կար, թեկուզ ինչ որ մեկի յուղի բարեկամը իրանց համար ինչ որ մի հատ միրգ ուղարկել կամ օրինակ պանիր, ձու, միշտ կիսվում էինք իրար հետ ու երևի բլոկադայի այդ դժվարության հիմնական հաղթահարելը եղել են այն, որ մեր բարեկամները, ընկերները միշտ իրար հետ համագործակցելով են, որ թեկուզ մի հատ լավ բանը միշտ կիսում էին իրար մեջ։ Ինչպես նշեցի, ամուսինը զինվորական էր եւ իհարկե շատ կարևոր էր նաեւ այն որ հասկանալ զինվորականի կինն ինչա եւ միշտ պատրաստ լինել այն որ այդ գիտակցումը միշտ եղել է որ պետքա ամեն մի դժվարությանը այն որ կարողանալ դիմակայել եւ քանի որ մենք փոքր ընտանիք էինք բլոկադային դիմանալներ մի քիչ ավելի հեշտ էր քան մեծ ընտանիքներին եւ շատ ժամանակ էլ որ ամուսինս էլ դիրքերում էր ավելի հեշտ էր կազմակերպել ճիշտն ասած այդ սննդի հարցը եւ հաշվի առնելով էլ որ ինքը ծառայում էր գյուղական շրջաններում արդեն ընդեղից էլ ինքը միշտ աշխատում էր ինչ որ մի բան գնել ու միշտ բերել եւ հասցնել մեր ընտանիքին որպեսզի այդքան էլ չզգանք բլոկադան Դե քանի որ ամուսինս ծառայում էր գյուղական շրջանում, ինքը այնտեղից բերում էր գյուղական մթերքներ եւ հաշվի առնելով, որ գյուղի բնակիչներն էլ բենզինի պատճառով չէին կարողանում գային քաղաք, արդեն մենք էլ աշխատում էինք թեկուզ այդ գյուղերին, որտեղից որ ամուսինս գյուղ մթերքեր հայթայթում էս համար, արդեն այնտեղ ուղարկել ինչ որ առաջի անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, այն բաները, որոնք գյուղի ժողովուրդը չէին կարողանում հայթայթել եւ բլոկադայի ընթացքում մարդիկ միշտ աշխատում էին մեկը մեկին ինչ որ մի բանով օգնել, թե վաճառքով, թե ուղակի տալով, թե փոխանակելով։ Սեպտեմբերի 19-ին առավոտը աշխատանքային օրեր, ես ինչպես միշտ առավոտ 6:30 հացի հերթեի գնացել եւ այն որ զորով հասցրել եմ հացը վերցնեմ գամտուն եւ երեխեքին ճամփեմ դպրոց սովորական դա մեր բլոկադային առավոտներից մեկն էր այն որ ոչ մի բան տենց անսովոր չկար երեխեքին ճամփեցի դպրոց եւ սկսեցի արդեն իմ ամենօրյա տան գործերը բայց արդեն ժամը 11-ի կողմերը ծնողականը չաթերում արդեն սկսեցին գրելը, որ ադրբեջանցիները կրակել են, համար 1-ա ու սկսեցին հորդորելը, որ գնանք եւ դպրոցից երեխեքին վերցնենք, բայց ուսուցչուհի հետ կապվելով ուսուցչուհին ասեց, որ մենք ոչ մի բան չգիտենք, տնօրինությունը բան չի ասել եւ մենք շարունակելու ենք մեր սովորական դասապրոցեսը, բայց այն որ ժամը 1-ի կողմերը արդեն քաղաքում արդեն սկսվեց մի ուրիշ իրարանցում, արդեն զինվորականները հագուստներով դեսուդեն էին գնում, արդեն մի ուրիշ պատկեր ստեղծվեց, ամուսինս տաններ եւ արդեն ինքն էլ ասաց, որ երեխեքին գնանք եւ դպրոցից բերենք, բայց երեխեքին զանգելով իրանք արդեն դպրոցից տուն էին գալիս, ասեցին, որ արդեն հասնում են երեխեքը դպրոց, ոնց որ իրանց մի քիչ շուտ էին բաց թողել, քանի որ բոլոր ծնողները վախեցած գնացել էին, որ երեխեքին դպրոցից վերցնեն եւ հիշում եմ, որ հենց երեխեքը դաժե հիշում են, որ ես պատուհանից նայեցի, ինչպես են երեխեքը ուրախ գալիս, սենց անհոգ ու սենց զգացում կար իմ մոտ, որ ինչ լավ է, որ երեխեքը չեն զգում, թեկուզ այդ ձայն չեն լսել, որ կրակոց կա, ինչ որ մեկը նրանց չի ասել, էլի որ դիվերսիա կա կամ կարող է ինչ որ մի վատ բան պատահի Ինչպես միշտ երեխեքը եկան տուն, էլի նրանց ոչ մի բան չենք ասում, այն որ երեխեքից միշտ ուզեցել ենք հեռու պահել այդ վատ դեպքերից, մանավանդ կռիվը սկսելու կապված ինչ-որ մի բանից եւ հիշում եմ երեխեքին արդեն որ եկան երեխեքը շուտ-շուտ դե գիտենք արդեն որ ինչ-որ մի բան ինչի
ճաշը դրեցի, որ երեխեքը ուտեն, ու այդ ընթացքում ես գնացի, տեսա, որ հարևանի տնից էլ ձեն ա գալիս, գնացի, որ թեկուզ հարևանից հարցնեմ, ինչ որ բան լսել ես, քանի որ ինքը դրսից էր եկել աշխատանքից տուն, ու հիշում եմ, որ հենց մտա հարևանի տուն ու այդ արկերի ձեները միանգամից ոնց որ սենց թափվեին Ստեփանակերտի վրա այդ արկերը ու այն որ պատուհանից երևում էր այդ ծուխը նույնիսկ շատ մոտ էր մեր շենքին, ներևում էին այդ պայթյունները, օդում չգիտեմ շարժվող ինչ որ առարկաներ, դե ինչպես միշտ են որ ամուսինս միանգամից իր շորերը արդեն պատրաստեր, իր սումկեն պատրաստեր, ինքն էլ միանգամից այն որ շորերը հագավ, ինքը օդպուսկում էր միանգամից շորերը հագավ, այն որ մեզ էլ ասեց, որ միանգամից նկուղ գնանք, այն որ ինչքան էլ վատագույնը լինի, միշտ երեխեքի մոտ լինենք ու ճիշտն ասած այդ պահն էլ 20 թվականի կռվի ժամանակ ինքը հենց դիրքերում էր ու չենք զգացել այդ իրանից իր հեռանալու պահը, բայց 23 թվականին արդեն ուրիշ ձև էր, երեխեքն էլ արդեն գիտակից էին, մի քիչ ավելի դժվար էր, որ պապան արդեն գնում է այդ արկերի ձեների տակ։ Ամուսնուս ճանապարհեցինք արդեն, այն որ վատ սրտով մենք էլ հարևանների հետ իջանք նկուղ, այն որ արդեն դե նկուղն էլ ինքը շատ մութ, բան տարածքեր, այն որ հարևաններն էլ տենց շենքի բնակիչներն էլ իրար հանգստացնելով, որ մի քանի ժամ տևելու, որովհետև դե պարզա մնացել էր 20 թվականից հետո մի բուռ Արցախ, այն որ մի Ստեփանակերտ, այն որ խփում են, տենց միանգամից քաղաքի վրայա, բնակելի տարածքների վրայա եւ մի քանի ժամ կտևա, էլի հնարավոր չի որ երկար տևա։ Ու արդեն տեղավորվում էինք, այն որ ինչ որ ադյալներ, չգիտեմ, վերմակներ տեղափոխում էինք նկուղը, որ արդեն տենանք ինչ ենք դառնալու, բայց դրա հետ մեկտեղ էլ արդեն այդ կրակոցները, արկերի ձեները գնալով ավելի էր շատանում, այն որ մի հատ անորոշ պատկեր էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրիկունը։ Իհարկե նկուղում շատ դժվար էր, քանի որ տարբեր ամեն ձևի մարդիկ կային, այն որ ովքեր տեսել էին արդեն դժբախտություն, զոհ ունեին, կային տարբեր տարիքի երեխեք, այն որ պանիկա կոչվածը շատ վատ էր անդրադառնում բոլորիս վրա, այն որ եթե դու ուզում էիր քեզ որ նորմալ պահես, երեխեքի մոտ ոչ մի բան չարտահայտես, որ իրենք էլ թեկուզ չզգան դա, իրանք էլ տենան, որ մաման ուժեղ է, իրանք էլ տես շատ չմտածեն, չէր ստացվում, քանի որ ասում եմ տարբեր կարգի մարդիկ կային, որոնք տարբեր ձև էին ընդունում եւ իհարկե այդ արկերի ձեները շատ վատ էր անդրադառնում, բայց այն որ երեխեքի սենց շեղելու մի հատ պահը եղել է փոքրիկ հեռախոսը, այդ 20 թվականից հետո միշտ մեր տանն ա եղել ու հայաստանյան համար էր իր մեջ վիվասելի ու միշտ երեխեքին ասում էիմ գնացեք եւ պապային զանգեք, թեկուզ փորձեք, ինչ որ եթե պապայի վրա զանգը գա, արդեն իր հետ խոսացեք կամ ինձ ասեք, ու տենց բոլորը գիտեին, որ մենք այդ բուջուր հեռախոսը ունեինք ու բոլոր արդեն երեխեքը գալիս էին մեր երեխեքի մոտ եւ ասում, որ դու կտակ մենք էլ զանգենք մեր պապային եւ տենց երեխեքը ինչ որ մի կերպ ճիշտն ասած շեղվում էին պատերազմից, իսկ դրանից բացի էլ մեր հարևան տատիկը ինքն էլ երեխեքին իրար մոտ էր հավաքվել եւ տենց հեքիաթներ էր պատմում, ինչ որ խաղեր կազմակերպում երեխեքի համար, որ գոնե ինչ որ չափով երեխեքը չզգային այդ պատերազմի ինչա, բայց մեկը ինչքան էլ որ ասենք երեխեքը չզգան, հիմա էլ երեխեքի վրա թեկուզ կռիվն անցել է, իրանք արդեն այստեղ դիլիջանում են, ինչ որ մի հատ դմփոցից դղրդոցից երեխեքը վախենում են եւ միշտ սենց բանով են գալիս եւ ասում ամեն ինչ ձեներ, այն որ ինչքան էլ ես ուզեցել եմ որ երեխեքը չզգան դա, մեկ երեխեքի վրա ամեն ինչն էլ մնում է։
նկուղում ինչքան էլ որ ասում էիր չլարվեիր այն փաստը որ ամուսինդ եւ իհարկե իմ եղբայրը իրան դիրքերում էին այն որ հիմնական մտածմունքը տետեր իրանից ինչ որ մի հատ լուր իմանայինք եւ ընդհանրապես իմանայինք ինչպես է վիճակը այն որ քանի որ մեզանից մոտիկ էր կրակոցները այդ արկերը մեզանից մոտիկ շենքին մոտ էին ընկնում արդեն պատկերացնում էինք դիրքերում ինչպես պետքա լինի այդ թշնամու հարձակումները եւ այն որ թեկուզ լսելով որ ինչ որ մեկի ամուսինը արդեն կապի է դուրս եկել անընդհատ sense փորձում էի իրանից ինչ որ մի հատ տեղեկություն իմանայի ու երբ արդեն լսել եմ որ իրանց դիրքի վրա կրակել են այն որ շատ sense չեմ կարա էլի բացատրեմ ինչ ապրումներ էին ու մանավանդ որ զանգերներ իր վրա չեր գնում ու հիշում եմ որ մի հատ կին գիտեր որ իմ ամուսինը որտեղ է ծառայում եկել է ու ասել որ ամեն ինչ լավ է ընդեղի վիճակի հետ ու արդեն կին զինծառայողներ էին գալիս մեր շենքի նկուղը որոնք արդեն հեռու դիրքերից իրանք արդեն դուրս էին եկել ու եկել մեր շենքի նկուղը իրանք էլ sense թե հույս էին տալիս թե չէին ուզում են որ վատը մտածեինք միշտ ասում էին որ բոլորը դուրս են եկել եւ հիմնական մի հատ էլ բան եղել է այն որ ասում էին մեր բարեկամներից շատերը ապրում էին Կարմիր շուկա Թաղավարտ գյուղերում որ արդեն սկսեցին շշուկները որ թշնամին մտել է արդեն այդ գյուղերը ու մեր նկուղ գալիս էին տարբեր տեղերից մարդիկ արդեն են որ մենք էլ ուզում էինք ես էլ ուզում էի անդադ այդ մարդկանց մեջ թեկուզ գտնեի մեր հարազատներին քանի որ ասում էին որ այդ գյուղերից մարդիկ կային ու իրոքից կային մեր նկուղում տարբեր տեղերից եկած մարդիկ այն որ մենակ չէիր մտածում քոնի մասին միշտ բոլորի մասին էլ երևի մտածել ենք բոլորի հետ ցավ ենք ապրել որ ոչ մեկին ոչ մի բան չլիներ ասում եմ հաշվի առնելով այն փաստը որ մեր շենքը լինելով բնակելի շենք քաղաքացիական տարածք թշնամին նույնիսկ մեր շենքի կողքերն էլ կրակում արկեր ընկնում էին դե էլ ինչ պատկերացնենք դիրքերի մասին Մինձև լուսացնելով ամսի 19-ի երեկոն եւ արդեն 20 ամսի 20-ի առավոտը արդեն շշուկները սկսեցին գալ որ կռիվը չի կանգնելու էսա բոլորը կամ կռիվը կավարտվի բոլորը կհանձնվեն թուրքերին հիմնականում տղամարդիկ իսկ կանանց ու երեխաներին կարող է ինչ-որ մի կերպ ռուսների հետ դուրս բերեն Արցախից բայց այն որ էլի այն որ լսվում էին արկերի ձեները արդեն այդ արկերի ձեները մի քիչ 20 թվական ամսի 20-ի կեսօրին արդեն այդ արկերի ձեները քչացել էր բայց արդեն լսվում էին շատ մոտիկից կրակոցի ձայներ այսինքն թշնամին արդեն ինքը իր դիվերսիան եկել է քաղաքին շատ մոտ արդեն այդ կրկժան կոչված հատվածով մտնում են եւ արդեն վախը կար այն որ մտածում էիր արկից կմահանայիր հիմա արդեն մտածում էիր որ թշնամին կարող է հենց դեմը դուրս գա եւ մենք լինելով անպաշտպան այն որ մեր տղամարդկանց նորություն չունենալով այն որ արդեն ամեն ձև անպաշտպան չգիտեիր ինչ անեիր ու հիշում եմ նաեւ այն որ մեր փոքրիկ հեռախոսով մի հատ կին ամուսինը իմ ամուսնու հետ էր ծառայում եկել էր եւ ասում էր կտաս հեռախոսը մի հատ զանգեմ ամուսնուս ասեցի հա ինքը գնաց զանգեց ամուսնուն ու ուրախ հետ եկավ ասեց ամուսինս եկել է ասում եմ ոնց ամուսինդ եկել է ասում հա ասես դե մի հատ էլ դուք ամուսնուն փորձի զանգի ու հիշում եմ հեռախոսը վերցրել եմ որ շենքի նկուղից պետք է դուրս գայի որ կարողանայի զանգեի Գնացի որ զանգեմ, հիշում եմ որ մի հատ աղջիկ, որը մեր շենքից էր, մենք ընդհանրապես կապ չունեինք իրար հետ, այնքան որ դեմքով հիշում էի իրան, ծանոթ էի։ Այդ աղջիկն եկավ ու ասեց՝ «Վայ, գիտեք, ձեր ամուսինը ձեզ աման գալիս», ու իմ այդ շոկային վիճակը, որ իմ ամուսինը ոնց ինձ է աման գալիս, ու այդ աղջիկը ձեռքից բռնած տանում է, որ արի։ Ու գնացի տեսա, որ ամուսինս եկել էր, որ դիրքերից իջել էր, մեզ տեսնելու, որ նորից գնա դիրքեր ու հիշում եմ, որ ինքը ասեց, գրկեց ու ասեց, որ երեխեքին ուշադիր կլինես։ Ու ինքը նորից բարձրացավ դիրքեր, այն որ
Այն որ էլ չի տեսնելու, բայց փառք Աստծո, կես ժամ հետո արդեն լսվեց, որ կռիվը կանգնել է եւ ամեն ինչ լավ է լինելու։ Այնա մի կերպ էլ ամուսնուս հետ արդեն խոսացի, ինքն էլ ասեց, որ հա, ամեն ինչ բրծել է, այսա տուն եմ գալիս։ Եվ մինչև մի 2 ժամը ինքն էլ արդեն տուն եկավ, ասեց հա, որ վերջացել է կռիվը եւ արդեն սպասում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, այն որ եթե լավ էլ չլինի, դուրս են գալու Ստեփանակերտից։ Կռվի ավարտից հետո արդեն ամսի 20-ի երեկոյան արդեն բոլորը սենց թե շենքի ժողովուրդը, թե ընդհանուր լսվում էին, ասվում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, ոնց որ դուրս չեն գալու, բայց ինչ որ սենց ադրբեջանցիները գալով են, արդեն տներն են մտնելու, չգիտեմ, սենց մի ձևի պանիկա էլ ընկել բոլորիս մոտ, բայց այն որ սենց մի տեսակ հանգստություն կար մեր մեջ, արդեն մարդիկ, քանի որ արդեն ոչ միայն գազը չկար, արդեն լույս էլ չկար, մարդիկ շենքի հայաթում արդեն իրանք բան էին սարքել, սենց կրակ էին սարքել, այն որ բոլոր հիշում եմ, այն որ չնայած այդ 2-3 օրն կռվից հետո, այն որ տպավորված է իմ մոտ ու շատ լավ զգացողություններ է իմ մոտ արթնացնում, լավ զգացողություններ է մնացել, որ շենքի հայաթում բոլորը միասին են, որ իրար օգնելով, են, որ ամեն մեկը մի ճաշ էր եփում, չգիտեմ, խմորից լոշիկներ էին պատրաստում բոլորի համար, են, որ կռվից հետո բոլորը իրար արդեն սենց ուզում էին օգնած լինեին, թեկուզ ում տանը ինչ կար, ուզում էին ամենջև կիսեին իրար հետ, քանի որ մինչև կռիվը բլոկադայի ընթացքում երևի բոլորը միշտ իհարկե դրությունից ելնելով ուզում էին ամենքը այդ իր վերջի եղածը իրան պահեին, սենց կոպիտ ասած, բայց այդ կռվից հետո արդեն ասում են բոլորը ուզում էին օգնել իրար, են որ ով օրինակ հավեր էր պահում, արդեն այդ հավերն էլ սկսեցին մորթելը, են որ ինչ որ ապրել են այդ 2 օրվա ընթացքում, այդ մի գիշերը երևի մարդիկ ինչ ապրել են, օրինակ 20 թվականին ես այդքան չեմ զգացել կռվի իմաստը, ես հեռու եմ եղել կռվից Երևան, հա, ապրումներն ապրել եմ, որ կորցնելով գյուղը, բայց 23 թվականին ես հենց կռվի մեջ էի, հենց արկը մի 100 մետր հեռու էր ընկնում ինձանից, այն որ այդ որ կարող է չլուսացնես, այդ զգացումը չեմ ունեցել 20 թվականին, իսկ 23-ին արդեն երևի մարդիկ էլ զգալով, որ էսա պիտի այդ կռվից հետո պիտի արդեն իրար օգնեն, արդեն մի ուրիշ ձև էր, բայց մարդկանց մեջ կար այդ բանը, որ էսա լույսերը տալով են, գազերը տալով են, ամեն ինչ լավ է լինելու, այն որ ոչ մեկն էլ չէր պատրաստվում դուրս գալը, բայց ամսի 24-ին արդեն կեսօրին, որ առաջի արցախցիներին տեղափոխեցին Հայաստան, որ ճանապարհը բացվելու է, ժամը 4-ի կողմերը արդեն որ միշտ էլ մենք էլ նենց էինք անում, քանի որ լույս չկար, որ գոնե այդ դրսի կրակի վրա ճաշ պատրաստեինք, որ իրիկուն երեխեքին ուտացնեինք, քանի որ մութա ճաշ չէինք կարա պատրաստեինք, ջուրը տաքացնեինք, երեխեքին լողացնեինք, շորմոր լվանայինք, այդ պատրաստությունների մեջ զանգում ամուսնուս հորքուրի աղջիկը եւ ասում, որ մենք դուրս ենք գալիս, ճանապարհները բացա, դուք էլ բանարեք, ոնց որ ամուսնուս հետ ես կապնվեմ, ասեմ, որ իրանք դուրս են գալիս, որ մենք էլ դուրս գանք, քանի որ էլ մնալու իմաստ չկա, եթե մնանք էլ արդեն Ադրբեջանի ադրբեջանցիների հետ պիտի ապրենք ու ամուսնուս հետ զանգեցի, ասեցի, բա սենց բան, ասեց ես հենց այդ բանի մոտ եմ, որտեղից պիտի որ փակեր արդեն ճանապարհ, այդ մազի կամուրջ կոչված հատվածը, ինքը գնաց այնտեղ, զանգեց ու ասեց, չէ, ոչ մեկին բաց չեն թողնում, դե ես էլ ասեցի, դե բաց չեն թողնում, բայց ինքն ասեց, որ առաջի անհրաժեշտության իրեր, տաքվերմակները, չգիտեմ ինչ որ, օրինակ 20 թվականին, որ պիտի վերցնեի, չեն վերցրել, թեկուզ տենց մանր-մունր բաներ, դու արդեն հավաքած պահի, այն որ եթե չգնանք էլ, ոչինչ։ Դե ես էլ տենց ինչ կար, հավաքեց երեխեքի տակ շորերը, այն որ սենց դպրոցական երեխեքի հագուստը, իրանց սենց պայուսակները, ու սկսեցի իմ այդ պատրաստությունները, որ երեկոյան որ լույս չի լինելու,
ամեն ինչ պատրաստ լինի ու նորից ամուսինը զանգում է ժամը 8-ի կողմերը, ասում որ դուրս են գալու, պատրաստվի։ Եվ ինքն եկավ, մենք արդեն այդ մեր առաջի անհրաժեշտության իրերը տանը ճիշտն ասած տենց խնձոր, տանձ, պոպոկ հիշում եմ որ կար, տենց որ երեխեքին ճամփեն ուտացնեի, դե ես ճիշտն ասած առաջիններից էինք, որ դուրս էինք եկել մեր տենց ծանոթ բարեկամներից եւ չգիտեինք մեզ ինչա սպասվում այդ ճամփին հակարի հասնելուն։ Եվ հիշում եմ հենց մազի կամուրջը, որ մենք պետք է անցնեինք, Ստեփանակերտի լույսերը տվել են ու ես հենց ամուսնուս ասում եմ լույսերը տվել են կարող է հետ գնանք չհեռանանք Ստեփանակերտից ու ինքը բան չասեց այն որ պարզեր որ մեկը պետք է դուրս գանք ճանապարհին մինչև հակարի կամուրջը տենց դժվարությունների չենք հասել քանի որ ասում առաջիններից ենք դուրս եկել այն որ հա կար էլի տենց պրոբկաներ բայց շատ քիչ 5 րոպե 10 րոպե մենակ հակարի կամուրջը այդ անցնելու հակարի այդ կամուրջի հասնելուն անցել էր մենակ այդ անցնելու պահը 3 ժամ էր բայց այդ հենց այդ հակարի կամուրջը անցնելը այն որ հոգեպես տրամադրելի քեզ ինչքան էլ մոտիկանում էինք հակարի կամրջին հասկանում էինք որ մեր հիմնական դժվարությունը այդ հակարի կամուրջը անցնելն է լինելու ոչ թե մինչև հակարի կամուրջ հասնելը եւ երևի իմ կյանքի վատագույն շրջաններից մեկը հակարի կամրջի այդ 10 րոպեներ որ արդեն աչքիս առաջ էլ չէր գալիս 23 թվականի այդ կռիվի անցածը քանի որ չգիտեինք թե մեզ ինչա սպասվում, ինչպես ադրբեջանցիները կվարվեն մեզ հետ, քանի որ են որ հասկանում էինք, որ զինվորականի ընտանիք լինելը կարող է ազդի մեր վրա, բայց փառք Աստծո, այն որ այդ դժվարություններն անցանք եւ արդեն անցանք Հայաստան մեզ այնտեղ միանգամից ընդունեցին Կարմիր խաչը երեխեքը այնտեղ այն որ քնից միանգամից արթնացան այն որ հակարի կամրջին իրանք քնած էին մենք տենց էլ իրանց չենք էլսկի արթնացրել որ իրանք չեն էլ հասկացել ոնց են անցել հակարի կամուրջը ադրբեջանցիների մոտով ոնց են անցել ու իրանք միանգամից արթնացել են եւ այդ Կարմիր խաչի աշխատողները իրանց միանգամից բերել են այդ հյութ են տվել, քաղցրեղեն են տվել ու իրանք են որ շոկի մեջ էին, ոնց են մի տեղից դուրս եկել քնած ու հայտնվել մի ուրիշ տեղ, այն որ իրանց համար, չնայած մեզ համար էլ, այն որ սենց նայում ես, ինչից եք դուրս եկել, այն որ կիլոմետրերի տարբերությունը, բայց ոնց կարա հակարի կամրջից այս կողմ դեպի Արցախ լինի մի ուրիշ միջավայր, բլոկադա, այն որ 21-րդ դարում չկարողանաս սովորական կոնֆետել գնես երեխուդ համար ու այդքան բանի միջով էլ անցնես, կռիվ, չգիտեմ, այդ հակարի տանջալից 10 րոպեն ու հակարից այն կողմ արդեն կյանքը բնականon հունով գնում է, խանութները լիքն են, չկա էլ այդ վախի զգացումը, արդեն այդ հանգստությունն է քո մոտ, որ արդեն սենց չգիտեմ ինչ, սենց դժոխքից դուրս ես եկել ու արդեն հայտնվել ես հանգիստ ու կարա շարունակես քո կյանքը դե իհարկե բայց այդ ամեն ինչը հետ կա թողել մեր վրա 2020 թվականի կռվից հետո ամուսնուս ծնողները մնացել էին Դիլիջանում նրանք 20 թվականի կռվից հետո Դիլիջանում էին ապրում այդ պատճառով էլ մենք 23 թվականին հենց հակային անցնելով միանգամից եկել ենք նրանց մոտ ու արդեն իրանց հետ էլ շարունակել ենք ապրել այստեղ, միասին ենք ապրում, քանի որ արդեն Արցախում ապրելը, Հայաստանում ապրելը արդեն շատ բան է փոխվում, արդեն տարբեր միջավայրեր են եւ արդեն պայմաններն են տարբեր եւ որոշեցի ինչ որ մի մասնագիտություն ձեռք բերել, քանի որ ես մասնագիտությամբ պետք է ուսուցչուհի աշխատեի, բայց այդքան տարի բաց թողումից հետո չէի կարողանում ոչ թե գիտելիքի պակասի, այլ ընդհանրապես իմ մասնագիտությամբ աշխատելու համար պետք է էլի նորից վերապատրաստվեի, պետք է էլի ինչ որ գիտելիք ձեռք բերեի, որպեսզի աշակերտի առաջ նստեի, բայց այն որ հաշվի առնելով որ հիմա արդեն
ինչ որ արհեստները, ինչ որ մասնագիտություն ուրիշ սպասարկման ոլորտում ավելի սենց հեռանկարային ու եկամտաբերեն, որոշեցի սովորել մազահեռացում եւ հենց Դիլիջանում էլ կար այդ հնարավորությունը եւ արդեն մեր ուժերով սկսեցի սովորելը եւ մինչեւ սովորելներ ոնց որ տենց տանը էլի տան գործերով եմ որ անընդհատ մտածմունքով անընդհատ այդ կորստի ցավը սենց տրամադրություններ էլ չկար էլի ինչ որ մի հատ գործով զբաղվելը կամ ինչ որ սենց միշտ անընդհատ տխուր տան գործեր իմ սովորական առօրյան, բայց այն որ արդեն ամուսնուս հետ որոշում կայացրի, որ պետք է ես էլ ինչ-որ մասնագիտություն ձեռք բերեմ, քանի որ արդեն պահանջները շատանում են Հայաստանում, արդեն տան վարձա, չգիտեմ, արդեն պահանջները շատ են, որ ուրիշ միջավայր է, ոչ թե ուրիշ միջավայր, այլ պահանջներն են շատանում միջավայրին համապատասխան, որոշեցի ես էլ մասնագիտություն ձեռք բերեմ, ես էլ ինչ-որ մի ձև աշխատեմ եւ ընտանիքիս կարիքները հոգամ եւ դրանից ելնելով արդեն սկսեցի դիմել նաև բարեգործական ծրագրերի, այնտեղ հայտեր կային շատ, կռվից հետո սկսեցի հայտերը լրացնել, քանի որ արդեն ունեի ինչ-որ մի ուղղվածություն, կողմնորոշում, հենց մազահեռացում, արդեն մազահեռացման հետ էլ գալիս էր արդեն էսթետիկ կոսմետոլոգիայի մասնագիտությունը եւ ինչ-որ բաներից ելնելով ստացվեց նաև, որ աշխատանք էլ ընդունվեցի հենց այդ նույն գեղեցկության սրահում, որտեղ սովորել եմ, այդ ընթացքում էլ նենց ստացվեց, որ մի քիչ էլ լինելով բնավորությամբ հարմարվող եւ հաշվի առնելով, որ տվյալ տեղն էլ Դիլիջանը հենց ինքը մեր հարմարվելու հետ մեկտեղ էլ ինքն էլ պատճառ հանդիսացավ իր միջավայրը, իր ժողովուրդը, բնությունը, որը Արցախին շատ է նման, Դիլիջանի մարդիկ, պետական կառույցներ են, որ ոչ միտեղ դժվարությունների չենք հանդիպել, որ արդեն բարեկամ հարազատ ձեռք բերելով արդեն որոշեցինք, որ պետք է մնանք Դիլիջան, արդեն ես էլ աշխատանք ունեի, երեխեքն էլ արդեն ընդունվել էին լավ դպրոց, այն որ հարմարվել էին եւ արդեն ունենալով նոր մասնագիտության արդեն կողմնորոշվածություն սկսեցի ակտիվորեն մասնակցել տարբեր բարեգործական ծրագրերի եւ տեսնելով իհարկե այդ բարեգործական ծրագրերի արդյունքը արդեն են որ ես էլ ինքս սկսեցի ավելի խորանալ եւ իհարկե ընտանիքիս աջակցությամբ, որն ամենակարևորն է, հիմա արդեն մի տարուց ավել է, ինչ աշխատում եմ գեղեցկության սրահում որպես կոսմետոլոգ էսթետիստ, արդեն ունեմ բավականին շատ գոհ եւ մշտական հաճախորդներ եւ հիմա էլ ինքս շատ գոհ եմ, որ թեկուզ իմ մեջ ուժ գտնելով, այն որ հաշվի առնելով նոր մասնագիտությունը, ոչ թե սովորել այդ մասնագիտությունը, ինչ որ աշխատանք անել եւ եկամուտ ստանալ, այլ հիմնական մեծ պատճառը այդ ոչ թե տանը տարվել տնային աշխատանքներով, անընդհատ մտածմունքներով, այլ նաեւ դրանով փորձել ինչ-որ մի ձև ծրվել եւ նոր իմաստ ստանալ կյանքին, քանի որ ամեն մի նոր մասնագիտություն դա մի նոր կյանքի սկիզբ է, դրանով էլ են որ փորձել նորից շարունակել ապրելը, քանի որ բոլորս էլ ինչքան էլ դժվարությունների առաջ կանգնենք, պետք է այդ դժվարությունները հաղթահարենք եւ նորից սկսենք շարունակել ապրելը, սպասելով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Իմ Արցախին կուզեի ասել, որ կներես, որ չենք գնահատել, այն որ չենք վայելել ամբողջ մարմնով, սրտով, հոգով, քո ամեն մի մասնիկը, քանի որ միայն կորցնելուց հետո ենք զգում, թե ինչ ենք կորցրել։